Հարակին քաղաքականացի Ամերիկայի պետքարտուղարն է անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գործընթացների եւ նշել, որ ամերիկյան կողմը ամեն ինչ անելու է հակամարտության ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ Նախ ես ընդհանուր առմամբ ուզում եի ձեր գնահատականը որպես իշխող ուժի անդամ, ինչ ռիսկ կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող են ինչ-որ լայն գործողություններ լինել ռազմական եւ ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ պարոն Պապայանովը խոսվել է այստեղ գերիների վերադարձից, իրենք կարևորել են խաղաղության հաստատման համար գերիների վերադարձի հարցը, կա որոշակի քայլեր ամերիկյան կողմից, կոնկրետ քայլեր գերիների վերադարձի ուղղությամբ, ինչ տեղեկություններ ունեն։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը իրենք ինչ-որ չափով առկա են։ Իսկ ինչի է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն գնով ամեն գնով չէ, մեր ինքնիշխանության եւ մեր կարմիր գծերը ասել ենք, հա, եւ այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ամենը իրականացնում է այդ նպատակով եւ ամերիկյան կողմի հայտարարությունը ես իհարկե դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարություն, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ եւ հակառակը, եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարությունից բնականաբար բացական գնահատում։ Իսկ պարոն Պապյան, գերիների մասով ասում են, որ խաղաղության հաստատման համար գերիների վերադարձը կարևոր է։ Կա ամերիկյան կողմից ինչ-որ նախաձեռնողականություն այդ Չեմ տիրապետում այդ հարցերին, որովհետև դա իմ ոլորտային հարցեր չէ։ Պարոն Պապյան, նախարարների, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի Արարատ Միրզոյանը ստեղծան հայտարարեց, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդպիսի քննարկում կամ բանակցություն չկա եվրոպական կողմի հետ։ Ի վերջո, ինչի համար է դեպքում ընդունվեց Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքը եւ ինչի մասին է այդ։ Դա Եվրամիության անդամակցության մասին օրենք չէ, դա Հայաստանի մտադրություն, սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է, գործընթացի մեկնարկի մասին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասով ես ուզում ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Եվրոպական միությունում, Բրյուսելում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, ինչքան Եվրոպական միությունը դա կհամարի հնարավոր կամ թույլատրելի։ Ես հիմա բառացի չեմ հիշում, հնարավոր։ Հետևաբար, սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է։ Մնացած գործողությունները, դրանք արդեն ըստ էության դրանց ենթագործողություններ կարող են լինել եւ այո, ինչ որ դուք ասիք, հայտ չենք ներկայացրել, իհարկե չենք։ Բայց կա ժամկետ, երբեք պատրաստվում ներկայացնել։ Օրենքը ժողովուրդը 50,000-ից ավել մարդ օրենքի նախագիծը ներկայացրել, ազգային ժողով պետք է դրա նկատմամբ վերաբերմունք դրսևորել եւ վերաբերմունք դրսևորել է։ Դրական է այդ վերաբերմունքը դրսևորել, որովհետեւ դա էլի եմ կրկնում մեր արտաքին քաղաքականության եւ վարչապետի այդ ելույթի, հայտնի ելույթի ուղիղ տրամաբանության մեջ է։ Ես կրկնում եմ, դա երկար գործընթաց է եւ ես չեմ կարող ասել ինչքան, որովհետեւ այդտեղ մի կողմից տնային աշխատանք ունի Հայաստանի Հանրապետությունը անելու եւ մյուս կողմից բնականաբար գոյություն պետք է ունենա նաեւ եվրոպական երկրների քաղաքական կամքի հարցը, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ կրկնում ենք, մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, այս Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել երբեք պատրաստվում, պարոն Պապյան։ Եվ այլ օրակարգ այսօրվա ես կոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, ԵՄ-ի անդամակցության օրակարգ։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ օրակարգ այդ միությունից դուրս գալու
Չկա։ Բայց չենք կարող չէ համատեղել պարոն Պապայան, թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէ։ Որևէ մեր գործողությունները երբևէ որևէ երկրի դեմ կամ կողմ չեն եւ չեն կարող լինել ոչ դա շատ վատ գործողությունների շարք կլինի եթե մենք մեր գործողությունները պլանավորենք ինչ որ երկրի դեմ կամ ինչ որ երկրի կողմ մենք ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության համար ենք անում բայց ռուսական կողմը դեմ դիտարկում Հարգելի գործընկերներ ես արդեն պատասխանեցի մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ այլ օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունում այս պահին իմ առջև դրված չկա եւ շարունակում ենք այդ տրամաբանությամբ աշխատել եւ միևնույն ժամանակ մենք մեր օրենսդրությունը կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ օրինակ եվրոպական միության 4 դիրեկտիվները հաջորդ շաբաթ ազգային ժողովի կողմից կընդունվեն սպառողների իրավունքների պաշտպանությանն են վերաբերվում մրցակցությանն են հիմա եթե եվրոպական միությունում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներ Բայց այդ կարգավորումները չբերենք, չիմպլեմենտացնենք այստեղ։ Այդ դեպքում նաև դուք ասացիք, որ տնային աշխատանքներ կատարելու ձեր արտախորհրդարանական գործընկերների հետ խոսել եք, քննարկել եք, որ այդ դեպքում հանրությանը չներկայացնեն, որ մենք արդեն հասել ենք Եվրամիության կազմում ենք կպեցինք Ես որևէ գործընկեր չգիտեմ, որ ներկայացրել է այդպիսի բան, որովհետև նախ չէ, այդ մարդիկ ովքեր որ այդ 50,000 ստորագրություն ներկայացրել են, չեն ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դրանք բոլորովին այլ ուժեր են, իրենք բոլորովին այլ կերպ են իրենց դիրքավորել, որևէ կերպ իրենք չունեն կապ չունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, սա մեկ, երկրորդը դա արդեն նշեցի ինչի մասին է եւ այդ մեկնաբանությունը ես չգիտեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ падգամավոր որ այդպիսի մեկնաբանություն է արել Ես մի բան չունեմ Արամ Սարգսյանը բոլորովին այլ կուսակցության ղեկավար է եւ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի բացառությամբ այն դեպքում երբ որ մեկ համայնքում մայրաքաղաքում քաղաքային իշխանության հետ կոալիցիա են եկել շատ է հնչում այս թեզը այս տարիներին որ Հայաստանում ինչ որ ուժեր կա որոնք ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա Հայկ Նոջարյանը դրան ծայրակաբար ասում Ուզում եք դարձնել Հայաստանը ծայրակաբար Ռուսաստանի ենթակաբար ծայրակաբար կամ Ռուսաստանի գուբերնիա Ինչ կարող եք ասել մի դեպք, որ այս վերջին 35 տարվա ընթացքում Ռուսաստանը պաշտոնապես կամ կիսապաշտոնապես հայտարարել է, որ ակնկալիք ունի Հայաստանը զավթել, վերցնել, չգիտեմ, էքսպանսիայի ենթարկել եւ դարձնել օրինակ Ռուսաստանի գուբերնիա կամ ծայրակաբար Ռուսաստանի։ Եթե նման ազդակ Ռուսաստանից լսել եք կամ պաշտոնական հայտարարել Նայեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր քաղաքականության հիմնական նպատակը բնականաբար մեր ինքնիշխանության պաշտպանությունն է եւ աշխարհի բոլոր երկրների հետ հավասարի խոսելու մենք չեմ կարծում որ պետք է գնանք այն տրամաբանությամբ որ ինչ որ երկրների այսինքն մենք տենց տարբերակում երկրների մեջ չպետք է դնենք մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման եւ բնականաբար հավասարի խոսելու քաղաքականությամբ եւ տնտեսական քաղաքականության վարելուց մենք երբ որ տեսնում ենք որ օրինակ կա մի ապրանք որը Եվրոպայում վաճառում ենք բայց Ռուսաստանում չենք վաճառում մենք փորձում ենք դա նաեւ Ռուսաստանում վաճառել եթե կա մի ապրանք ես հարգելի գործընկերներ ես պատասխանում եմ հարցին այնպես ինչպես ես ցանկանում եմ պատասխանել ես հետեւաբար ես այդ հարցը համարում եմ ես ասում եմ որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ եւ այն քաղաքականությունը որ այսօրվա կառավարությունը վարում է հենց դրա մասին է ես պատասխանեցի ձեր հարցին Պարոն Պապոյան, կրկին այդ անդամակցության թեմային եմ ուզում անդրադառնալ, երբ որ կառավարությունը այդ որոշման հավանությունն է տալիս քաղաքացիական այդ նախաձեռնությանը, վարչապետը մեջբերեմ ասում էր, որ անդամակցության հարցը կքննարկվի Եվրամիության գործընկերների հետ եւ ասում էր մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ
որը իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Քանի որ նաեւ մեծ հաշվով ձեր ոլորտն էլ այստեղ սերտ առողջություն ունի, այսինքն առանց ձեզ հաստատել քննարկումները դժվար լինեն։ Ուզում եմ իմանալ ինչ որ քննարկումներ է ճանապարհային քարտեզը մշակելու շուրջ այս ամիսներին այդ նախագծի ընդունումից հետո եղել է Եվրամիության հետ։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Ես ձեզ քիչ առաջ նշեցի, որ հարգելի գործընկերներ, հələ թողենք անդամակցություն, ոչ անդամակցություն։ Եվրոպական միությունը առաջին հերթին ինքը ինչ որ ստանդարտ է, ապրելու ստանդարտ, իրար հետ շփվելու, իրար հետ հարաբերվելու, իրար հետ գործակցելու ստանդարտ է։ Հիմա երբ որ մենք ասում ենք, երբ որ ես ազգային ժողովում տանում եմ 200 էջից բաղկացած մի հատ մեծ փաթեթ, նախորդ շաբաթ ներկայացնում եմ ու քննարկում ենք, ու դա սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության պաշտպանության մասին է։ Դա գիտեք ինչ է, դա այնա երբ որ Ֆրանսիայում, Գերմանիայում ինչ տրամաբանությամբ են մրցակցությունը կարգավորվում։ Այդ բերում ենք մեր երկրում կիրառում ենք։ Ինչ տրամաբանությամբ է մարդու սպառողի իրավունքները պաշտպանվում այդ երկրում, այդ նույնը կիրառում ենք։ Այսինքն մենք հիմա իրականացնում ենք այդ գործողությունները, որոնք որ մեր երկրի ստանդարտն են բարձրացնում, մեր երկրի մրցունակությունն են ավելացնում, եւ եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար ավելի լավ, բայց մեր օրակարգը հետեւյալն է, առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելը։ Հիմա պարոն Ապապյան, Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 9743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության զարգացմամբ պետության այնպիսի պետություն կառուցելը, որը կապահովի անհրաժեշտ բարեկեցություն, ինքնիշխանություն մեր ժողովրդի համար եւ այդ ճանապարհին բնականաբար տարբեր ենթագործոններ կլինեն, որոնք որ այս տարածության իրականացնեն։ Ասում եք խաղաղության պայմանագրի, բայց դա ոչ միայն չի կատարվում, այլ ընդհակառակը Ադրբեջան անընդհատ վերջերս էլ նոր նախապայմաններ։ Ինչ ասենք, չասենք խաղաղության պայմանագրի պատերազմ լինի, գոհ կլինեք։ Չէ, ես հիմա հարց եմ տալիս, բա ասում եք, ինչ անեք, ուրիշ բան ասենք, ուրիշ բան ասենք պատերազմ լինի։ Դե մի քննադատեք մի բան, որի հակադարձումը շատ այսպես ասած ոչ շահեկան վիճակում կհայտնեցնի ձեզ։ Ես երևի ավարտենք, հարգելի գործընկերներ։ Կա պետություն, որը սպառում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անկախությանը։ Ես կարծում եմ, որ այդպիսի իրավիճակներ միշտ էլ կարող են լինել, բայց կառավարությունների խնդիրը դա է, դա միշտ կառավարել եւ այնպես անել, որ այդ սպառնալիքները տեղի չունենան։ Ռուսաստանը սպառում է Հայաստանի ինքնիշխանության։ Ես կարծում եմ, որ բավարար բոլոր հարցերին ինչքան հնարավոր է պատասխանեցի։